Որ թողեն կգա։ Շորտ, ես նեղվում եմ ես մոտիկությունից միկրոֆոնը։ Ասեք նոր դուք ներկայացրեցիք, որ Սահմանադրական դատարանի դատավորին տեղակալների 46 միլիոն դրամ հավելավճարներ են, հա, տալու։ Մի քիչ կբացեք ինչի մասին է խոսքը։ Խոսքը օրենքով սահմանվող վարձատրության միջոցների, մասնավորապես այս դեպքում հավելման մասին է, այսինքն փոփոխվելու է, կարող եմ փաստացի ասել, ոչ թե դրույքաչափը, ինչու չենք փոփոխում դրույքաչափը, միանգամից որպես պատասխան ներկայացնեմ, որովհետև գործակիցներ սահմանող օրենսդրական ակտը ամբողջությամբ փոփոխության կարիք ունի եւ դա հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում ենթարկվելու է հստակ փոփոխության, ներառելով այն բոլոր փոփոխությունները, որոնք մինչ այս պահը կատարվել են։ Այսինքն հավելավճարների հաշվարկման մեխանիզմները, որոնք պիլոտային փուլերով են անցնում այս պահի դրությամբ, միանշանակ իրենց տեղն են գտնելու գործակիցներ սահմանող, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքներում։ Մինչև այդ օրենքի ընդունումը կարող ենք համարել որպես միջանկյալ։ Տիկին Գալյան, ասենք ՍԴ նախագահը մինչև հիմա ինչքան գումար է ստացել, ինչքան Ես անկեղծ թվական տվյալներ չեմ ճշտի, բայց կարող եք հարցում անել, հարցմանի պատասխան կպատասխանեմ։ Իսկ հիմա յուրաքանչյուրի աշխատավարձը ինչքան է ավելանալու, այդպես կարող եք ասել։ Այդպես էլ չեմ կարող ասել, որովհետև տարբեր դատավորներ տարբեր ստաժ ունեն, այսինքն մեկը մի քանի տարի, 3 տարի է ենթադրենք պաշտոնավարում, միջինը կրկին չեմ կարող ասել, ըստ տարիների գուցե 2-300 հազար, գուցե 400 հազարի չափով, բայց ըստ տարիների։ Տիկին Գալյան, սահմանադրական սահմանադրության կտրոնես կապված մենք էլ հարցնենք։ Անկախության հռչակագրի մասով ֆրակցիայի դիրքորոշումն է նաև այն ինչը որ իր դիրքորոշումն էր եւ ավելի վաղ հայտարարվել էր։ Հիմա դուք էլ ասել եք, որ տեքստը պատրաստ է, հանվել է փաստորեն, հա, հռչակագիրը։ Խորհրդում դեռ չենք քննարկել եւ ուրեմն պատասխանել ուղիղ ձեր հարցին չեմ կարող։ Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք առաջարկենք խորհրդին, քննարկելուց հետո անպայման ձեզ էլ տեղը կտանենք։ Տեքստը պատրաստ է, տեքստում հանված է թե ոչ։ Իշխող խմբակցության այդ ցենք տալու ցույց ենք տվել։ Արդեն քննարկել ենք ոչ մեկ անգամ, քննարկել ենք տարբեր դրույթներ ենք, չէ, այս պահին ներկայացված տեքստում ներածությունը չի եղել առհասարակ։ Հանել եք անկախության։ Չէ, ներածությունը չի եղել, իսկ անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է։ Ինչու չի եղել։ Որովհետև դեռ չենք ամբողջացրել, ունենք մի քանի տարբերակ։ Իսկ ինչ է ասվել այդ մասին է խոսքը։ չի լինելու, հենց այդպես է։ Ինչ է նշանակում ոնց եք թերի ներկայացրել։ Իսկ ինչու է պարտադիր աշխատանքային քննարկումներում ունենալ ամբողջական տարբերակ։ Կներեք, էլի, ես ընդհանրապես թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Ուղղակի ես միշտ մի բան եմ նշում։ Սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում հրապարակային է լինելու ներածությունը եւ հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրած, կորոշվի։ Հիմա վարչությունում են քննարկումներ եւ խմբակցությունում են քննարկումները շարունակվում։ Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, դա մեր իրավական հիմքն է պետության եւ մեկ քննարկումով վստահաբար չենք կարող ամփոփել մեր մտքերը եւ մեր մտքերն ամփոփելուց հետո կորոշվի դրանք էլ են տեքստը պատրաստ է եւ ես խոստացել եի որ մարտ ամսին պատրաստ կլինի բայց մտքերի փոխանակման համատեքստում հրապարակման ժամկետները կհստակեցվեն ամեն դեպքում պետք է ներկայացնեք վարչության նիստում այդ մոտեցումներում կային հանգամանքով որ հնարավոր է պահպանվի նաեւ անկախության հռչակագիրը թե եթե Փաշինյանն ասել է ապա այս դեպքում փոփոխության ենթակա Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հետ, խորհուրդը բոլորովին այլ մարմին է, որտեղ վարչությունից որպես պատգամավոր ներկայացված է մեկ մարդ այս պահին եւ մնացածը ավելի մեծ մասը, այսպես ասեմ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են եւ ամեն մարդ պատասխանատու է իր որոշման համար եւ խորհրդում որոշումները ընդունվում են հենց այդ սկզբունքով։ Դուք ասացիք ներածության մեջ է հրապարակային դարձնելու իրավական արգելանք գոյություն Ոչ։ Ինչու մինչև հիմա հրապարակային Պատրաստ չէ։ Տեսեք, եթե դուք ինձ նախ սահմանադրական բարեփոխումների խորհրդի քննարկումները հրապարակային են, ձեզ բոլորիդ
բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու խորհրդի նիստերին։ Մենք ունեցել ենք նիստեր, որոնց մասնակցել են զանգվածային լրատվության միջոցներ, եւ սա շատ կարևոր հանգամանք է, որ մենք կուլիսների հետևում չենք աշխատում։ Ինչ վերաբերում է ավելի լայն հանրային քննարկումներին, մենք չունենք հանրաքվեի ժամկետ։ Ես ձեր մտահոգությունները, եթե դրանք մտահոգություն էին, կարող էի հասկանալ, եթե օրինակ ժամկետ լիներ հանրաքվեի, մենք ասած լինեինք, այսինչ օրը անցկացնելու ենք հանրաքվե եւ ուշացնեինք տեքստի հրապարակումը, բայց սիրելիներ, հանրաքվեն նշանակված չէ, ոչնչից չենք ուշանում այս պահին, ոչ, որովհետեւ օրենսդրական արգելք կա եւ այս մասին բազմիցս խոսել ենք։ Մենք կտանք հանրությանը, որովհետև դա մեր մեծագույն ցանկությունն է, բավարար ժամանակ ծանոթանալու տեքստին եւ բավարար ժամանակ տեքստին ծանոթ լինելով կատարել ճիշտ ընտրություն։ Այդքանը։ Քանի որ վարչապետը մի քանի առիթով արդեն ասել է, որ կառավարության դիրքորոշումը ըստ էության պետք է լինի այնպիսին, ինչպիսին, որ հայտարարվում է իր շուրթերով։ Սա արդյոք արդեն բավարար է համար, որ դուք գնալու եք։ Նախ կառավարության որոշումները կոլեգիալ մարմնի որոշումներ են, բայց կա քաղաքականություն, տեսեք, կա քաղաքականություն, որի սպասարկմանը միտված է ամբողջ կառավարության ներուժը։ Կա խաղաղության օրակարգ, որը սպասարկում է ամբողջ կառավարությունը։ Վարչապետը հանդիսանում է կառավարության գլուխը իրավական կարգավորումների համատեքստում եւ նաեւ առաջնորդը այդ նույն համատեքստում եւ ուրեմն կարող եք եզրահանգել, որ այն ինչ ասվում է վարչապետի կողմից մշտապես քննարկվում է կառավարության կողմից եւ քննարկվում է շատ մանրամասն։ Ես կրկնում եմ, մենք բոլորս իրականացնում ենք մի քաղաքականություն, մենք տարբեր մարդիկ ենք, որոնք եկել են, զբաղեցրել են պաշտոն եւ սպասարկում են քաղաքական ուղղություն։ Սա նշանակում է Սա նշանակում է Ես պարզ չեմ խոսում։ Մենք հրապարակելու ենք տեքստը հրապարակելիս ակնհայտ կլինի, ինչ դրույթներ են տեքստում շարունակելու մնալ եւ որոնք չեն լինելու այլևս տեքստում։ Իսկ ասենք դեռ կա, այս պահին դեռ կա։ Այս պահին սիրելիներ, նախագիծը օրենսդրական երբ է հասանելի դառնում հանրությանը, երբ որ օրինակ տեղադրվում է e-draft հրապարակային քննարկումների կայքում, չէ՞, մինչև e-draft-ում տեղադրվելը, այդ նախագիծը բազմաթիվ քննարկումների շղթաներով է անցնում եւ ես հասկանում եմ զգայունությունը հարցի, սահմանադրության մասին ենք խոսում, բայց այլ իրավական ակտերի մասով ամենայն հարգանքով դուք չեք իմանում, չէ՞, նախորդիվ մինչև հրապարակվելը ինչ է քննարկվել։ Ես ձեզ ասում եմ, խնդրում եմ, Սահմանադրությունը եւս իրավական ակտ է, սպասեք, բոլոր օրենքները նորմատիվային, բոլորին վերաբերող են։ Բայց խնդրում եմ սպասեք, երբ որ հրապարակվի, ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Մենք ամեն ինչ անում ենք, տեսեք, մենք ամեն ինչ անում ենք ու շատ ինտենսիվ ենք աշխատում, որպեսզի հրապարակումներ լինի օր առաջ։ Ես կարծում եմ, որ կհրապարակվի սահմանադրության տեքստը մինչև ընտրություն։ Ներկայացնեք արդեն հռչակագրի հետ կապված ձեր այստեղ տեքստը ինչպես պետք է ունենա հռչակագրի մասը հանել թե չհանել ամեն դեպքում մի բան ասեմ էլի խորհրդի իր կարծիքն է հայտնելու ինչպես իր կարծիքը դա ինչ որ ազդեցություն ունի ընթացակարգն է քաղաքական հանձնառությունը կրում է իշխող խմբակցությունը եւ կառավարությունը եւ ուրեմն պատասխանատուն որոշումների կայացման կառավարությունն է եւ ինչպես կառավարությունը որոշի այդպես էլ կհրապարակվի խորհրդի քվեարկությամբ մի շարք մասնագիտական հարցեր են որոշվում բայց ես կրկնում եմ որ նույնիսկ ես չեմ առաջնորդվում այն տեսլականով կամ սցենարով, որ խորհուրդը դեմ է լինելու որևէ դրույթին, բայց դա մի հարթակ է, ես ձեր հարցին արդեն պատասխանեցի։ Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի։ Պարզ կարող եք մի հատ ասել, հիմա ձեր աշխատանքային քննարկման ժամանակ ներածության մեջ դուրս է, չգիտեմ, անկախության հռչակագիրը հանված է թե ոչ։ Ես որևէ
պարտականություն չունեմ ասելու, թե ներքին չէ ձեզ այս պահին չունեմ պարտականություն ասելու, թե ներքին աշխատանքային քննարկումներում ինչ է քննարկվում, բայց ունենք պարտականություն լինելու բաց այն պահից սկսած, երբ որ տեքստը կլինի պատրաստ։ Մենք պետք է սեղանին դնենք, չէ՞, ինչ որ նյութ, որը կքննարկենք։ Այո, Մարտին պատրաստ է, ամեն ինչ կանենք։ Պատկերացումներ կան ձեր քննարկումների ընթացքում։ Ինչ Հանրաքվեի ժամկետի մասին, չէ, դա էլ չենք քննարկել դեռ երբ կլինի։ Վիճակագրում նաև Արցախի հետ կապված դրվագ կա, որ ըստ էության հանում եք, որ ադրբեջանցի Կալիևը հանգիստ լինեն, որ այս պահի իշխանությունը միավորման հարց առաջ չտան։ Իսկ ցեղասպանության հետ կապված միջազգային հետևողականորեն պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը միջազգային ճանաչման գործընթացում։ Դա ինչպես է լրացվելու, դա մի հարց տամ, էլի, անկախության հռչակագիրը ջնջել հնարավոր է։ Չէ, առհասարակ անկախության հռչակագիրը ինքնին ինչ է հանդիսանում։ Անկախության հռչակագիրը դուք գուցե չգիտեք, ես շատ լավ գիտեմ։ Եվ կարելի է սպասել միայն լավը։ Անկախության հռչակագիրը պատմական փաստ հավաստող, պատմական փաստ, դե եկեք զուգահեռ խոսենք։ Ոչ։ Այլ հարցեր։ Բայց հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նախորդ հայտարարությունները, որ իր դիրքորոշումից տարբերվող է, ըստ էության դա էլ է արտաքին քաղաքականությանը վերաբերող։ Ինքը ասում էր, որ այդ հռչակագիրը սադրիչ է եւ այլն։ Հնարավոր է, այսինքն տեսական կոնֆլիկտացին է, այո, սպառնալիքներ է պարունակում։ Հնարավոր է իր դիրքորոշումից տարբերվող դիրքորոշում հայտնի իշխող ուժը։ Իսկ հնարավոր է սպասել եւ տեսնել տեքստի ինչպիսինն է։ Մենք ունենք, տեսեք, մենք հետեւյալ գաղափարներով ենք առաջ շարժվում։ Անկախության հռչակագիրը ինչ է, ինքը իրականում ոչ թե անցյալին, այլ ապագային միտված փաստաթուղթ է, չնայած պատմական փաստաթուղթ է եւ իրավական վեճ կա դրա նորմատիվային լինելու հետ կապված, բայց ամեն դեպքում պարունակում է մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք նաեւ դրված են սահմանադրության հիմքում։ Ու այդ սկզբունքներով առաջնորդվելով սահմանադրությունը պետք է նայի դեպի ապագա եւ շեշտադրի պետության շարունակականությունը, խաղաղ, անվտանգ պետություն ապագա սերունդներին տալու առաքելությունը։ Այսինքն այս հիմնական գաղափարներն է շեշտադրելու սահմանադրությունը եւ հետեւաբար դուք կարծում եմ, որ կունենաք, կարծում եմ չէ, վստահ եմ, որ դուք հարգելի լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ եւ մեր քաղաքացիները սիրելի կունենան բավարար ժամանակ ծանոթանալու տեքստին եւ ոչ միայն ծանոթանալու, այլ նաեւ ուղղելու տեքստը մշակողներին իրենց ուզող բոլոր հարցերը, ընդ որում մի բան էլ է շատ կարևոր շեշտադրել, որ այն տեքստը, որը կհրապարակվի, ստատիկ չի լինելու, այսինքն անփոփոխելի չի լինելու։ Դա լինելու է նախագիծ եւ հետեւաբար չի բացառվում, որ դրանում կկատարվեն մի շարք փոփոխություններ այն բանից հետո, երբ ստացվեն քաղաքացիների, ոլորտի մասնագետների համապատասխան կարծիքները։ Ինչ իմաստ ունեն քննարկումները, եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ դա կոնֆլիկտացին է եւ այլն, ու քանիցս հայտարարել է, որ չի կարող իմ դիրքորոշումից տարբեր դիրքորոշում ունենալ նույն կառավարությունում եւ այլն։ Եթե խոսքը հանրություն ով է որոշելու ունենալ կամ չունենալ սահմանադրություն։ Մեկը դուք եք որոշելու, ես ձեզ ասեմ, այո, մեկը դուք եք որոշելու, ես կարող եմ 1 ժամ տրամադրել եւ բացատրել ձեզ, թե ինչպես է գործում կառավարությունը սկզբունքային մակարդակում, բայց ցավոք սրտի այս պահին չունեմ այդ ժամանակը։ Ես մի բան ասեմ, որը շատ կարեւոր է եւ դա մշտապես եմ ասում։ Սահմանադրությունը որոշելու է ընդունել ժողովուրդը կամ չի որոշելու ընդունել ժողովուրդը։ Եվ հետեւաբար ասել ինչ իմաստ ունեն քննարկումները եւ այլն, շատ լավ, ձեզ համար գուցեև չունեն իմաստ, մեզ համար մշտապես ունեն իմաստ հանրության հետ բոլոր քննարկումները եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր դրույթ, որը կնախատեսվի սահմանադրությունում, մանրամասն քննարկման առարկա դարձվի հնարավորինս լայն շրջանակի մեր քաղաքացիների հետ։ Դուք եք կարծում, որ անկախության հռչակագիրը կոնֆլիկտացին է եւ հետեւապես դրա լինելը սահմանադրությունում նույնպես կոնֆլիկտացին է։ Ես բազմիցս այս մասով դիրքորոշում եմ հայտնել եւ ասել եմ, որ ոչ միայն սահմանադրությունը, այլ
նաև որևէ իրավական ակտ չպետք է պարունակի մեր անկախությունը, խաղաղությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը վտանգելու դրույթներ, այսքանը ամեն ինչ ցեղասպանության մասին դրույթը մենք այդ մասին կքննարկենք, երբ տեքստը պատրաստվի։ ասում եք ուրեմն գիտեք որտեղ Մենք Ալիևի դա ձեր կարծիքն է, խնդրում եմ ձեր կարծիքը, խնդրում եմ ձեր կարծիքը որպես բացարձակ ճշմարտություն չհավակնեք ներկայացնել։ Իսկ ցեղասպանության մասին դրույթները վտանգում են մեր անկախությունը, իրոք էլ ցեղասպանության մասին դրույթը վտանգում է մեր անկախությունը, խաղաղությունը։ Ես արդեն ասացի իմ դիրքորոշումը։ Ներողություն, Տիկին նախարար, իսկ Հայաստանի Հանրապետությունը համարում է Ադրբեջանի սահմանադրությունը նույն տրամաբանությամբ կոնֆլիկտացին, որովհետև Ադրբեջանն իրեն համարում է 1918 թվականի Մենք մեր սահմանադրությունը կոնֆլիկտացին չենք համարել եւ այդ մասով նաեւ կա սահմանադրական դատարանի որոշումը եւ եթե մենք վերջացրեք ձեր հարցը։ հաշվի առնելով, որ Ադրբեջանի Ներողություն եմ խնդրում ձեզ ընդհատել։ Շնորհակալություն հնարավորության համար։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի սահմանադրություն, Ադրբեջանը իրեն ընդհանրապես համարում է 18 թվականի իրավահաջորդը, հա, դուք եւ այդպիսով իր սահմանադրությամբ են նշված են իր պատմական տարածքները, որոնք են համարվում, այդ թվում նաեւ մեր ինքնիշխան տարածքներ, սա դուք կոնֆլիկտացին համարում եք թե ոչ, եւ Երևանը արդյոք նույն ջանասիրությամբ հետեւողական է, որ Ադրբեջանում էլ չլինեն կոնֆլիկտացին փաստաթղթեր, որպեսզի այս խաղաղությունը չվտանգվի։ Եկեք ինչ որ այլ օրինակով պատկերացնենք, եթե դուք մի երևույթի մեջ խնդիր չեք տեսնում եւ միջազգային բոլոր ածաններով կամ լավ այլ օրինակ չեմ բերում, հենց նույն օրինակը, միջազգային բոլոր ածաններով եւ ներպետական այդ թվում հայտարարում եք, որ սահմանադրության ձևակերպումները խնդրային չեն։ Եվ այդ մասին ասել է նաև մեր սահմանադրական դատարանը, որի մասին դուք լավ գիտեք։ Արդյոք կարող եք նմանատիպ ձևակերպումների հետ կապված այլ երկրների սահմանադրությունը մարկա ձևակերպումների մասին է խոսքը, ասել, որ դրանք խնդրային են։ Եթե հակառակը չեմ հակասում, ուշադիր լսեք եւ կտեսնեք։ Իրավական ակտեր, որոնք պետք է կվտանգեն Հիմա որ իրավական մենք մշտապես Դա իմ կարծիքն է, որ ես ասում եմ եւ մշտապես եմ ասել։ Եվ հիմա ասում եմ, եթե մեր պետությունը բոլոր հնարավոր կոմունիկացիաներով փորձում է տեղ հասցնել այն բացարձակ ճշմարտությունը, որի մասին խոսել է սահմանադրական դատարանը, այն է, որ մեր նախաբանը չի պարունակում հավակնություններ տարածքային եւ այլն, եւ մենք այդ մոտեցմամբ ենք առաջ շարժվում, դա կարծում եմ մեզ ողջամտորեն հնարավորություն չի տալիս ասել, որ այլ երկրների սահմանադրությունները, որոնք նման բովանդակությամբ նորմեր են պարունակում, խնդրային են, եւ մենք նման խնդիր, դե գիտեք ինչ, եթե դուք դժգոհ եք արտաքին քաղաքականությունից, շատ լավ կարող եք հանրությանը հղել ձեր ուղերձներն առայն, թե ինչպես պետք է իրականացվի մեր արտաքին քաղաքականությունը։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանում եղած իրավական նորմը խնդրահարույց է, իսկ Ադրբեջանում եղածը վտանգավոր չէ։ Տրամաբանությունն է սրան հասկանալի։ Ինչի մասին է խոսքը։ Ես արդեն այդ հարցին անդրադարձա եւ նորից չեմ պատասխանելու։ խաղաղությանը, որ ասում եք չպետք է ունենան իրավական ակտեր, որոնք Այո, չպետք է ունենանք, կրկնում եմ։ այդպիսի ակտեր։ Չպետք է ունենանք ակտեր, որոնք վտանգում են։ Ցեղասպանությունը Արցախը վտանգում են հստակ պատասխան։ Մեր ապագայի հետ կապված է խնդիրը, մենք ինչ հանձնառություն ունենք։ Ցեղասպանության տեսեք, մեր ապագայի մեջ դուք չեք տեսնում։ Ես իհարկե տեսնում եմ, որ մենք մշտապես մեր դիվանագիտական, ոչ միայն դիվանագիտական, այլ նաև Սփյուռքի ներուժը ուղղել ենք այդ հարցի կարգավորմանը եւ կարծում եմ, որ այս ուղղությամբ կարող ենք դեռ խոսել եւ աշխատել, բայց մեր իրավական համակարգը եւ մեր իրավական համակարգը պետք է միտված լինի մեր պետության կայունացմանը, մեր Հայաստանի Հանրապետության եւ պետք է միտված լինի մեր քաղաքացիների
շահերի սպասարկմանը։ Մի դեպքում ասում եք արտաքին քաղաքականությունը մեկ կենտրոնից պետք է վարվի։ Հիմա այս ցեղասպան Ես ասացի, որ տարիներ շարունակ ոչ։ Դուք ուշադիր չեք այն բաներին, ինչ ես եմ ասում։ Ասեցի տարիներ շարունակ խոսվել է այդ մասին։ Ես խնդրում եմ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը ուղղել ոլորտի պատասխանատուներին եւ ոչ թե արդարադատության նախարարին։ Քաղաքական պայմանագիրը ցանկացած հարց նմանատիպ, որը հանրության մոտ հարցեր առաջացնում խնդրառույց է, հողում է անում, ասում է ժողովուրդը մեծ մանդատ է տվել, բայց 2021 թվականին, երբ որ քաղաքացիական պայմանագիրը իրականացել է քարոզարշավ եւ ժողովրդից քվե է խնդրել, այնտեղ չի եղել որևիցե կետ, որ պետք է սահմանադրությունը փոխվի, որ այնտեղ սահմանադրության մեջ արկա իրավական ակտերը Իհարկե եղել է, բացեք, նայեք, կներեք, կրկին ընդհատեցի, ոչ սահմանադրական փոփոխությունների մասին չէ, այնտեղ գրած է սահմանադրական բարեփոխումներ, նախ խնդրում եմ բացեք, կարդացեք կամ նոր եւ դա կարող է ենթադրել նոր սահման Եթե դեմ եք կգնաք, դեմ կքվեարկեք, սիրելիս, ինչի մասին է խոսքը։ Մեր խնդիրը, տեսեք, հակառակ գործողություններ ան։ Դուք չեք ասում, որ անկախության վիճակագիր եք հանելու։ Նախ պատմաքաղաքական իրադարձությունները թույլ տվեք ձեզ հիշեցնել, կամ չեմ հիշեցնի, որովհետև դուք երևի ինձնից լավ եք հիշում։ Երկրորդ, 2021 թվականին ժողովուրդը այո մանդատ է տվել այս իշխանությանը եւ արչեվում հիմա դուք ինձ անդադար ընդհատում եք եւ արչեվում ազատ ու արդար ընտրություններ են եւ քաղաքացիները ազատ են որոշելու այդ մանդատը կրկին տրամադրել կամ չտրամադրել կառավարությանը իշխող կառավարությանը չեմ ներում Նախարար եւ առանձնանակ ուրախ ավտոբուսի շրջագայություններից, որոնք ամեն գիրակի արդեն տեղեր ունենում, ինչ նպատակ է հետապնդում սա, ինչու է ներկուսակցական քարոզարշավի անվան տակ իրականացվում քարոզարշավ, այդ մեկ պետական միջոցների վատնում է այնուամենայնիվ տեղի ունենում եւ Իսկ ով է ասել, որ պետական միջոցների վատնում է տեղի ունենում։ Ունեք նման տվյալ, խնդրում եմ հաղորդում ներկայացրեք հանցագործության մասին։ 1, երկրորդ Ինչ է դա նշանակում, ձևաչափը ֆորմատը հստակ ներկայացված է եւ հնարավորինս թափանցիկ տարբերակով ներկուսակցական քարոզարշավի մասին է խոսքը, որի շրջանակներում եւ միշտ պաշտոնատար անձինք ազատ են շփվել մեր սիրելի քաղաքացիների հետ, այդքանը։ Վերջին հարցը, որովհետեւ ուշ է։ Սահմանադրությունները ձեր կարծիքով ազատ ժողովրդի քվեով են հաստատվել։ Կարծեք որ ժողովուրդը ունեցել է այդ սահմանադրությունները։ Եթե դուք հիշում եք նոր սահմանադրության ընդունման կամ սահմանադրական բարեփոխումների առհասարակ հիմքում դրված է եղել այն միտքը, որ նախորդ տարիներին ժողովուրդը չի ընտրել իրականում սահմանադրությունը։ Եվ որովհետև ի պատիվ այս իշխանությանը իրականում մենք ունեցել ենք ազատ ու արդար ընտրությունների օրինակ։ Այսինքն մեր երկրում գոնե թե իմ տեսած միակ ընտրություններն էին, որոնց արդյունքները կասկածի տեղիք չեն տվել։ Եվ հետևաբար նույն սկզբունքով ու նույն տրամաբանությամբ ենք առաջնորդվելու, ստանձնելով պատասխանատվություն, անցկացնելու ազատ, արդար ընտրություններ։ Եվ ուրեմն Դե ինքը չի հանգստանում, ես ինչու պետք է չկներեք։ Կարտարոց դեպքի մասին 3 գիշեր արծը Եկեք դադարացնենք։ Ինչ? Ավարտենք։ Չէ, ամեն դեպքում սա կարևոր թեմա է։